Ժողովրդյան բարև բոլորիդ, ճիշտ նացաղագին ժամանակ էլի լավ չէ, ուղերձ չէ ուղարկել, չէի գցել ինտերնետ, ուղղակի ասես անգամ մի հատ էլի ուղերձ գցեմ, իմ մտքի ուզեց ասեմ։ Ժողովրդյան, հիմա այս ինչ որ տեսնում ենք, իսկականից էս արդեն վերջն է համարյա, էսի շատ ցավալի է ու շատ մի տեսակ էլ տհաճ է տերնալը, թե երկրի ներսում ինչ է կատարվում, էլ սահմանների մասին դե չեմ ասում։ Հիմա տեսեք թշնամին ինչ անում ժողովրդյան, թշնամին ինքը մի հատ պարաժ է գցում մեր մեջ ու դրանից ինքը օգուտ է քաղում, այսինքն այն օգուտը այն է լինում, որ ինքը կարող է հանգիստ առաջ գա սահմանին, արդեն Հայաստանի սուվերեն տարածքի մեջ է կարող առաջ գա, ու էդի դրա դիմացը մի քիչ դժվար է առնելը։ Ինչի համար, նայեք, ժողովրդյան, տեսեք ինչ է ստացվում, ինքը այդ պարաժը գցելով մեր ներքին թշնամու միջոցով ժողովրդին բաժանել երկու մասի։ Մեկը, չգիտեմ, հակակառավարական է, մեկը եսի ինչը, ու սենց չեն կարող իրան համախմբել։ Ժողովրդյան, մեր ուժը, մեր համախմբության մեջ է, մենք արդեն քանի անգամ ենք դա ապացուցել պատմությունից եկած, որ մենք ինչքան համախմբվում ենք, կարողանում ենք այդ պատերազմները, այդ արհավիրքները կարողանում ենք լրիվ հաղթահարենք։ Ճիշտ է, զոհեր են լինում, շատ կորուստներ են լինում, բայց առանց դրա չես կարա գոյատևես տակի տակ, որտեվ եթե թշնամին ինքը դու ասում ես ես խաղաղություն եմ ուզում, բայց եթե թշնամին չի ուզում այդ խաղաղությունը, ուզում է քեզի անպայման կոտորած փրթած լինի, դու ուզած արդեն պետք է այդ ամեն ինչին դիմես։ Նենց որ ժողովուրդ ջան, համախմբվենք իրար հետ։ Ճիշտ է, ես հիմա մարդիկ կարող մտածեն դու դրսում ես ապրում, դե ձենը տեղից է դուրս գալի, բայց հավատացեք, այդ տենց չի, չգիտեմ, եթե ես Հայաստանում լինեի, ես անպայման հիմա գլուխ գովալ չլինի, բայց ես 44 օրվա պատերազմի ժամանակ էլ էի ասել, ես անպայման ներկա կլինեի այդ ամեն ինչին։ Բայց ժողովուրդ ջան, մի մտածեք, որ մենք ստեղ ձեռներս ծալած նստում ենք, չէ, փառք Աստծո, եթե հանկարծ ինչ որ մի բան էլ ավելի ճիշտ ոչ Աստված ջան, եթե ինչ որ մի բան սկսվի, մենք ստեղ ձեր մեջքին կանգնած ենք, տեգունքի կանգնած ենք, դուք մենակ չեք այդտեղ, մի բան արխային եղեք, սպյուրքը ինչքան էլ դուրսն է, հավատացեք, որ այդտեղ Հայաստանում ամեն մի ապրողի չափով ինքը տխրում է ու ցավում է, հոլը մի բան սրտացավ ամեն ինչի համար։ Նենց որ հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, սպյուրքը միշտ է ձեր կողքին կանգնած է, մենակ չեք այդտեղ Հայաստանում, հանկարծ դրա մասին չմտածեք։ Նենց որ մեր միակ ուժը, ժողովուրդ ջան, մեր միակ ուժը ու այս ամեն ինչի դուրս գալը մեր համախմբվելն է։ Մի կողմ ենք դնում, չգիտեմ, ընդդիմադիր է, Նիկոլական է, Քոչարյանական է, ինչ որ է, դրանք լրիվ մի կողմ ենք դնում, ժողովուրդ ջան։ Ու տեսեք ինչն է պատճառը։ Հիմիկվա այս ընդդիմություն նորից եմ ասում, ժողովուրդ ջան, ես ոչ Նիկոլի կողմից եմ, ոչ էլ այն հների կողմից եմ, ես այն մարդու կողմից եմ, դա ես էլ եմ ասել, այն ղեկավարի կողմից կլինեմ, ով որ Հայաստանի համար իրոք ցավա ու իրոք ամեն ինչ կանի, որ երկրի վիճակը լավանա։ Ճիշտ է, հիմա այս հիմիկվա ներկա կառավարությունը անսխալ չի, անսխալ մարդը ոչ մի գոյություն չունի տակի տակ։ Սխալներ սաղել անում են ժողովուրդ ջան, եթե ինչ-որ մեկը կարող ասի, որ անսխալ է ինքը, սխալներ չի գործում, դա ուրեմն ամենամեծ սուտասան ինքը կլինի, որտեղ դες բան գոյություն չունի։ Ով ուզում է լինի սխալներ գործում են։ Ուղղակի կարևորն է, որ դու քո սխալի վրա կարողանաս քո սխալը ճիշտ դարձնես, այսինքն ճշտես, ուղղես, ոչ թե քո սխալը զորբայությունով ասես, չէ, դա ճիշտ է, չէ, ուղղակի քո սխալը, դու ընդունել ես, որ դա սխալ է, կարողանաս ընդունես ու դա ուղղես։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, հիմա տեսեք, կարող է ներկա կառավարությունը ինչ որ սխալներ արել, որ հիմա մենք այսքան կորուստ ունենք, որ չգիտեմ, այսքան հողեր հետ կապված խնդիրներ ունենք, սահմաններ կապված խնդիրներ ունենք, բայց մի բան հաստատ է, որ այն ամեն ինչ որ թուրքը վիզա դրել որ անի, որ Զանգեզուրը վերցնի ու վերջում էլ Հայաստանը վերցնի, դա պետք է չլինի, դա պետք է դրան չհասնի հերթը։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ներկայիս իշխանությունը այն ժամանակ եղել է անդիմություն, ճիշտ է, միջև իշխանության գալը։ 2016 թվին էլ դրանից առաջ ինչքան ասենք եղել է քանի անգամ որ թուրքերը փորձել են պատերազմ հրահրեն, որից ամենամեծը չնայած 2016 թվի քարորյան եղավ։ Տեսեք ինչ եղավ։ Հիմիկվա այն ժամանակվա անդիմությունը հենց մի հատ բան է լինում, ինչ որ շարժ լինում սահմանի վրա, իրանք մի կողմ են դնում ամեն ինչ,
իրանց քաղաքական հայացքները ու ժողովրդի թեկունքին կանգնած են, իրանք չեն նայում արդեն այդ ժամանակ ընդդիմություն են, թե իշխանական են, թե ինչ որ են, իրանք պատրաստ են կանգնած են ժողովրդի դիմաց, ժողովրդի թեկունքին ու բոլորը, բայց հիմա ի՞նչ է կատարում, այս հիմիկվա ընդդիմություն կոչվածը, էդի չի անում, ժողովուրդ ջան, տեսեք, թշնամին ինքը հարձակվում է կամ չգիտեմ պարաժակցում չէ մեր մեջ փոխանակ իրանք հելեն ոտի կանգնեն ասեն ժողովուրդ ջան հելում ենք մի մարդու նման հավաքվեն գնանք զենք վերցնենք այդքան գնանք սահմանը պաշտպանենք մեր զինվոր տեղեքի կողքին լինենք իրանք ինչ են անում ընդհակառակը ներքին կարգով պարաժան գցում ժողովրդի մեջ կիսում են չէ այս մեկը մեղավոր պիտի դուրս գա այն մեկը պիտի մեղավոր դուրս գա ժողովուրդ ջան դրա ժամանակը չի եթե վաղ արդեն օրը եկել է օրասական վիճակ է, էսի որոշելու վիճակը չի, որոշելու ժամանակ չի, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Հիմա կարևորը կանաս քո սահմաններն անառիկ պահես, այդ շան թուրքերի հարցը լուծես, հետո նոր ներքին հարցերով կզբաղվես, թե արդեն կորոշեք ով է ճիշտ, ով սխալը։ Ընտրություն կանեք, ինչ կանեք դա հետո, բայց հիմա կարևորը երկրի անվտանգությունն է։ Կներեք դրա համար կոչ սենա ժողովուրդ ջան համախմբենք ինչ որ պետք է չգիտեմ օգնության կարգով կլինի այնտեղ զենքի կարգով կլինի ամեն ինչով զորքի կողքին լինենք ու մոռանանք այս ամեն ինչը որտեվ արդեն եթե մենք հիմա Ղարաբաղը ճիշտ է մի քիչ էդի որ տենց արտահայտը մի քիչ սուտ սխալ կլինի որտեվ մենք հիմա համարը Ղարաբաղը կորցրել ենք մեր ձեռը ժողովուրդ ջան համարյա բան չի մնացել Եթե մենք Զանգեզուրն էլ Սյունիքը Զանգեզուրով կորցրեցինք, ուրեմն իմացեք համ Ղարաբաղն են կորցնելու, համ Զանգեզուրը Սյունիքը արդեն դա Հայաստանի վերջն անելու։ Ուշ թե շուտ ընդամենը երևի միջև մի տարի երկու տարի այդքան չի ձգվի երևի, արդեն Թուրքիա գաստի միջև Երևան, ընդ վերևից էլ սաղա մեջ կվերցնել, Հայաստան չի մնա։ Լավագույն դեպքում կմնա մի հատ ինչ որ մարզ, ինքնավար մարզ, որը որ Թուրքի կմաճուկը պետք է անի։ Բա արժե այդքանի համար, ժողովուրդ ջան, մենք դրա համար ենք, այսքան հազար ամյակներով պատմություն ունենք, այսքան երկար ազգ ենք, քրիստոնյա ազգ ենք առաջի ու պետք է վերջում մնանք Թուրքիի վանի տակ, պետք չի կարելի, ժողովուրդ ջան, մի արեք այդպես բան։ Մի արեք, նորից համախմբեք, ժողովուրդ ջան, իրար թեվու թիկուն կլինենք, մեր զորքի կողքին լինենք։ Հիմա մենք էլ ճիշտ է հեռու ենք, բայց ինչքան կարանք թե նյութական, թե ֆինանսականով, թե ամեն ինչով միշտ պատրաստ ենք ձեզ օգնելու արխային, դրա մասին մի մտածեք, լավ կլինի ամեն ինչ։ Ուղղակի կարևորն է համախմբումը ու մոռանանք այս պարաժները, այս չգիտեմ, ներքին խժդժությունները լրիվ մոռանանք այս ժողովուրդ ջան։ Հիմա ճիշտ ու սխալ ընտրելու ժամանակ չի։ Կարևորը նորից եմ ասում, կարևորը սահմանների հարցը լուծելն է, հետո նոր արդեն երկրորդ հարցը կլինի արդեն թե ներքին կարգով ով է ճիշտ, ով է սխալ, ում պիտի դատեն, ում պիտի չդատեն, դա արդեն հետո։ Այ, չգիտեմ են արդեն։ Հենա ժողովուրդ ջան, ամեն անգամ մի բան տեսնելուց թե ինչ է կատարում, ընդ սիրտս ցավում է, չեմ կարողանում ինձ դիմանալ։ Դրա համար չեմ ուզում ընդհանրապես լուրեր նայեմ, որտեվ այդ մեր մեդիան էլ հիմա այնքան է լրիվ նեգատիվ ու լրիվ հակակառավարական, որ չես իմանում արդեն, լավ, հասկացանք հակայք, բայց հիմա այս վիճակով պետք չի, որ ամեն ինչը տենց, չգիտեմ, ուռճացնեք, սարքեք եսի ինչ, փառք Աստծու, կլինի ամեն ինչը, ոտի կկանգնենք, մեր հարցերը կլուծենք սահմանների, մեր ապահովության հարցը կլուծենք երկրի, հետո նոր ներքին կարգով այդ հարցերը կլուծվի ամեն ինչը, կուզեք իրար գլուխ ջարդեք, կուզեք իրար, չգիտեմ, հանեք դատեք, բայց դա հետո հիմա պետք չի, հիմա դրա ժամանակը չի, ժողովուրդ ջան, ուշ եկեք, քանի շատ ուշ չի, քանի թուրքը չի ասել Երևան արդեն, ուշ է, հետո ուշ է լինելու ժողովուրդ ջան, հետո շատ դժվար է լինելու, բայց չգիտեմ, դե լավ ժողովուրդ ջան, ուղղակի ես ուզում մի հատ սիրտս մի քիչ բացեի նորից համախմբության մեջ է մեր ժողովուրդ ջան, համախմբության մեջ է։ Մենք մենակ համախմբելով կարանք իրար մենք երկիրը այս վիճակից հանենք։ Լավ, էլ ուրիշ բան չասեմ հələ որ հետո էլի եթե պետք լինի նորից էլի ուղերձ կհղեմ, բայց ես ուզում եմ հատ ասեի, ոնց որ սիրտս մի քիչ ուզում է դատարկեի ձեր բոլորի առաջ։ Լավ մնացեք, պինդ նորից միահամուռ ուժ ենք դառնում ժողովուրդ ջան, մի բռունցք ենք դառնում, որ կարողանանք այս ամեն ինչը հաղթահարենք, այս ճգնաժամի միջից դուրս գանք ժողովուրդ ջան։ Դե լավ մնացեք, բարևներ բոլորիդ, դեռ կհանդիպենք, խոսենք։